Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել են հետևյալ լուրերը։ Քննչական կոմիտեն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին, հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեակամարույթ քրեականոնես գրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի զինվորական պաշտոնական անփութությունը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, եւ 532-րդ հոդվածի 3-րդ մասի զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պոլիգոններում։ Նա նշել էր, որ նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հետ քաշքշուկից հետո 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կրկին վատացել է, նրան բանտիսնայրի բժշկական կենտրոն են տեղափոխել, նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Փաստաբանի խոսքով Դավիթն այսօր եւս գիտակցության կորուստ է ունեցել, այսօր ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանին Արմավիրի բանտից տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան քրեակատարողական հիմնարկ երեխունք քարկտիկ են սարքել։ Facebook-յան իր էջում գրել էր փաստաբանը։ Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դիմումներ են ուղարկել առողջապահության նախարարություն, քրեակատարողական ծառայություն, ընդգծել, որ Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որը հենց կառավարությունն է անհամատեղելի որակել բանտում պահելու համար։ Թե ինչու են 18-ամյա Մինասյանին տեղափոխել Աբովյանի բանտ, քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի առնվել ազատությունից զրկված անձի տարիքը եւ միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարեւորությունը։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ Դավիթը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը Միքայելը աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը այս ամենը կազմակերպելու համար։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-ից 5 տարվա ազատազրկում։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Դավիթ Մինասյանի կալանավորումը խոշտանգում է որակել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ընթերցանությունը խթանելու ծրագրեր է ներառել։ Այս մասին Արմավիրի մարզի Ալաշկերտ բնակավայրի դպրոցի այցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Մենք նախընտրական ծրագրում ներառել ենք ընթերցանությունը խթանող ծրագրերի իրականացում, այդ թվում ընթերցողների ակումբներ եւ այլն, որովհետեւ ակումբում կարդալն ավելի հեշտ է։ Երբ մարդ մենակ է կարդում, դա ուրիշ է, երբ կարդում է եւ ուրիշների հետ էլ քննարկում է, ինչպես ընդունված է ասել ժամանակակից լեզվով, կարդալու դրայվ է առաջանում։ Եվ կարծում եմ, որ ընթերցողների ակումբները դպրոցներում եւ ոչ միայն դպրոցներում կարող են խթանել ընթերցանությունը, նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը նաեւ կարծիք է հայտնել, որ տեխնոլոգիաների չափից շատ կախվածությունը մարդկանց մոտ կարող է որոշակի դիմադրություն առաջացնել եւ նրանք կարող են ինչ-որ պահի նախընտրել կարդալը, քննարկելը, գուցե ինչ-որ բան բեմադրելն ու ստեղծագործական տրամաբանության մեջ լինելը։ Ավելի քան 9 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրանիկ Սիմոնյանը մինչ այս պահը ժամանակ չի գտել ընդունելու 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց որդիներին կորցրած ծնողներին, որոնք ընդամենը մեկ պահանջ ունեն՝ Արտաշիրի մանել ու իրենց զավակների աճուրները Հայաստան բերել այստեղ վերահուղարկավորելու համար։ Հուղարկավորությունը կազմակերպել ենք Մարտունի քաղաքի գերեզմանոցում մի կերպ, երբ 23 թվականի սեպտեմբերի 30-ից մինչ այսօր դիմել ենք Հայաստանում տարբեր կառույցների ու մինչ առ այսօր 2 տարի 6 ամիս է մեր հարցին ոչ մեկն էլ լուծում չի տալիս, ասաց Անժելա Արզումանյանը, որը որդուն Վաչական Դադարյանին կորցրեց ռազմական գործողությունների առաջին օրը սեպտեմբերի 19-ին։ Նորից ենք դիմում բարձրաձայնեն մեր հարցը խաղաղություն է, խաղաղության պայմաններում բոլոր հումանիտար հարցերը լուծվում են։ Գոնե այս դեպքում մեր երեխաների շիրիմները կարողանան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն Եռաբլուրում քրիստոնյային վայել հուղարկավորելու համար, ասաց նա։ Տիկնոջ խոսքով նույն պահանջն ավելի քան 60 ընտանիքներ ունեն։ Ծնողները պետական ու միջազգային կառույցների դռները թակում են արդեն 2.5 տարի։ Ազգային անվտանգության ծառայությունից պատասխանում են, որ Երևանը հարցը քննարկում է Ադրբեջանի անհայտ կորածների հանձնաժողովի հետ։ Ծնողները վերջին անգամ հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի հետ անցած ամռանը, նա իրենց հույս է տվել, սակայն Աբազյանը հունիսից ազատվեց պաշտոնից։ Պարոն Աբազյանի օրոք շատ եմ հանդիպումներին մասնակցել, միշտ պարոն Աբազյանը մեզ ընդունել է, ժամանակ է գտել մեզ ընդունել, սիրալիր վերաբերվել ծնողների հետ։ Վերջին հանդիպման ժամանակ 3 հոգով էինք, որ խնդրեցի պարոն Աբազյանն ասաց,
ասացից մի խնդրեք, դուք պետք է մեզանից պահանջեք ձեր որդիներին տեղափոխելու համար, ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր է այդ հարցին լուծում տրվի, պատմեց կինը։ Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն ազատվել է աշխատանքից։ Օրագիր Նյուզի հետ զրույցում Սմբատյանը նշեց, որ պաշտոնից ազատվել է ոչ իր դիմումի համաձայն։ Ամսի 30-ին վստահության կորուստ հոդվածով ինձ ազատել են աշխատանքից, ամսի 31-ին մարզպետը եկել է դպրոց, Արցախի դրոշը մատով հրել, ասել է հանեք այդ ռոյալի վրայից, բայց դրանից առաջ քաղաքապետարանից եկել էին հաշվետվություն տալու, դա տեսել են, մի հատ էլ պտտվել են, ասել դուք մեզ շատ եք հնդիմանում, խորհուրդ չեմ տա, որին էլ հաջորդել է ազատման որոշումը, ասաց նա մեկնաբանելով իրեն աշխատանքից ազատելու որոշումը։ Եվ դրոշը, եւ իմ քաղաքական հայացքները, եւ ընդդիմադիր լինելը իրենց չեն թարգվել է, համատեղվել է։ Պարզ է, գալիս են ընտրություններ, պիտի մի բան անեն ընդդիմադիր տնօրեններին իրենց ճանապարհից հեռացնելու համար, բայց դրանով ինձ ավելի են ուժեղացրել։ Ես քաղաքական հայացքներ եմ ունեցել, իրենք այդ մասին իմացել են, բայց դա չի խոչընդոտել եւ երբևէ դպրոցում չեմ իրականացրել որևէ քարոզ, ես դպրոցում իմ պարտականություններն եմ կատարել։ Մեր դպրոցն Արմավիրի մարզի ամենամեծ համայնքային դպրոցն է եւ կրթական առումով ամենաբարձր վարկանիշն ունեցողը, մանրամասնեց նա։ Նախկին տնօրենի պնդմամբ իր տնօրենությամբ դպրոցի կրթական գործընթացը չի խաթարվել նույնիսկ այն ժամանակ, երբ դպրոցում շինարարական աշխատանքները կանգ էր առել, խանգարելով դասապրոցեսների բնականon ընթացքին։ Մեկ տարի անմեջ, երբ որ դպրոցում շինարարական աշխատանքները կանգ էր առել, մենք եռահերթ աշխատում էինք տարական հատվածում։ Ոչ մեկին հետաքրքիր չէր, թե մենք մեր կրթության շարունակականությունն ինչպես ենք ապահովում, եզրափակեց Կարինե Սմբատյանը։ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է նաև Էջմիածնի թիվ 6 Հարևիկ մանկապարտեզ։ Ամենալավ լուրը գիտեք որն է, որ հիմա կանգնած ենք ու ճաշի հոտ չկա, այդ նշանակում է, որ օդափոխման համակարգը նորմալ աշխատում է, աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։ Քիչ անց նա հետաքրքրվեց, թե այսօր ինչ են պատրաստում երեխաների համար։ Միս, ստեղ ինչ ունենք, սալատի ինգրեդիենտներ են, շատ լավ է, շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից։ Էս ինչքան լավ սառնարաններ կան, ասաց Փաշինյանը։ Ապրիլի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 23:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes Magnus ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բարում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։